Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ ստորագրությունները դրեցի իջնեջի գործընթացից հետո վստահեցնում էիք, որ կան քվեական պատգամավորներ, որ այս գործընթացին այսպես կուլիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քվեականներ եւ օրինակ պատիվ ունեի ակնասին անդամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել է, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քվեականների անհրաժեշտ քվեականների հետ նաեւ միանա այդ ստորագրությունները։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են։ Թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է քվեական պատգամավորների եւ առհասարակ պատգամավորների, մենք անկախ պատգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք էլ եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուի հայտարարումից մեկ ամիս հետո կալանավորում են, ակնհայտ է, չէ, որ այն քպայականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն պատգամավորները քպայական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսեւորումներով։ Եվ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով, եւս մեկ անգամ ակտիվացվի։ Իսկ եղել եք քվեականներ, որ պատրաստ են եղել են քննարկումներ, եկեք ես ավելին չասեմ։ Անկախ պատգամավորներ, Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Խախտեցի, բայց այս կողմից